Հեսա նոր մենք սկսել ենք ցանկ այսօր առաջ օրն է մեր ցանկը։ Այսօրվանից երեք օր է սկսած ցանել արդեն տարու դաշտերը, բայց շատ ուշ բացվավ այս տարի։ Գարունն ուշ բացվեց ու անձրևային եղավ։ Հիմա գյուղացին հողը մշակելու հարմար պահի է սպասում, որ սկսի վարու ցանքը։ Գյուղացին ժամանակ կգտնի ցանկեր իրականացնելու։ Տարիներ են եղել, որ անտառ անձրևներ են եղել, բնությունը մի կողմից անձրև է տալիս, մի օր կամ մի ժամ հետո չի տալիս կամ մի օր, դրանից հետո հողի մշակը ժամանակ գտնում է իրեն ցանկեր իրականացնել։ Եթե մարզի մյուս համայնքներում գարնանացանի աշխատանքներն արդեն ավարտվել են, ապա Լեռնակիրտում դրանք դեռ նոր են մեկնարկել։ Ձմեռն այստեղից շատ ուշ է հեռանում։ Լեռնակիրտում ջեռուցման շրջանն անգամ չի ավարտվել։ Բնականաբար ավելի շատ է ծախսը լինում ֆինանսական ձմեռվա հետ կապված 7 ամիս ջեռուցում է կազմակերպում։ Չնչին ուրեմն քանակություն է մնացել, որ իրականացվի, հիմնականում լեռնային գոտիներում, հիմա իրականացում է մեծ թափով կարտոֆիլի տունկը։ Լեռնակիրտում հողի մշակը բացի սերմացուի վարուցանքի հետ կապված խնդիրներից նաև ոռոգման ջուր չունի։ Աչքն անընդհատ երկնքին է, անձրևաբեր ամբերն այստեղ նաև ուրախություն են բերում։ Աստվածն քիչ մեծ է, էլի։ Զորությունն Աստվածն է։ Անձրև եկավ, վերքը կերდი, չեկավ, ոչ մի բան չանի։ Անձրև եկավ, որը չափով եկամուտ կստանան, չեկավ։ Всё, մեր սանացը չենք էլ քաղել։ Այդքան էլ շատ բնությունից կախված չի, ուղղակի մեր ոռոգման ցանցը շատ հին է ու գալիս է 13 կիլոմետր կիսախողովակներով, ճիշտ է, մենք այս տարիների ընթացքում մի քանի անգամ փորձել ենք վերանորոգենք։ Լեռներում ծվարած այս համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ 1500 բնակիչ ունեցող Լեռնակիրտում, սակայն գյուղատնտեսության հետ մեծ հույսեր չեն կապում։ Հիմնական ֆինանսական եկամուտն ապահովում է արտագնա աշխատանքը։ Գյուղի 90%-ը դուսն են։ 90%, այս գյուղը գործ մենակ կա գյուղապետարան, մեկ է դպրոց, всё։ Ռուսը բասի սաղ ժողովուրդ է, երիտասարդներ սաղ, պարապ, սարապ։ Շա հոփանչի են, ստավա ժողովրդի կեսներ գյուղն են, հələ չեն գնացել հոփան, աշխատանք չկա, մարդկա գնացել է արի այսօր պարկած անդեղ։ Գիտենք աշխատանքը դժվար է, չկա աշխատանք, դրա համար ստիպված գնում են Ռուսաստան հիմնականում։ Իսկ տեղում մնացողներն իրենց գործ ու հոգսի հետ են, հազար ու մի խնդիր ունեն լուծելու։ Ամեն տարի ավելի դժվար է դառնում խորհրդային տարիներից մնացած գյուղտեխնիկան դաշտ հանելն ու շահագործելը։ Այս տարի նոր մտահոգություն ունեն, ասում են կառավարության կողմից իրականացվեց դիզվառելիքի տրամադրման ամենամյա ծրագիրը։ Էլի 5400-ով պարադանուտ գրվեինք, բանկերնեինք, սայլարկա, 5-4-ով սայլարկա բերեին, նմի 7200 դրամով կարենք սայլարկել։ Դա ուրեմն խնդիրը լուծում է կառավարական մակարդակով, այս տարի երևի որոշեցին, որ այդ ծրագիրը նաև միգուցե գնային սանդղակի հետ կապված, միգուցե գնման հետ կապված։ Կոմունիստներով ախտով էր ապրել են հեշտ, մի շատ դժվար է։ Մի վառելիքն էլ է թանկ, ամեն ինչ է թանկ է։ Մի հեկտարի վրան 100,000 փող ծախսենք, 100,000-ից համարյա տոնամ Երկելնի կարի։ Այդ մեխանիզատորները կեսել այսօրվա վիճակում կոմբաները նորմալ չաշխատեն։ Եղած խնդիրներին շուտով մեկն էլ կավելանա, համայնքների խոշորացման ծրագիրը շուտով Լեռնակիրտ էլ կհասնի, մինչև աշուն հայտնի կդառնա միավորվող համայնքների ցանկը։ Մարինե Տերբինյան, Տիգրան Քասաբյան, Օրագիծ։